Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Իմ նկատմամբ կալանքի որոշում կայացնելու օրը կյանքիս ամենահետաքրքիր օրերից մեկն էր, գրում է գործարար բարերար Սամվել Կարապետյանը, բացատրում թե ինչու իր աչքերով տեսավ իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը, դատարանի կողմից կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը ամբողջ դատավարության ընթացքում, կոտրված դատավորի կեցվածքը, որը ըստ Կարապետյանի դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարանքով ունկնդրում էր քննիչի եւ դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ։ Այնուհետև 4 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր, բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։ Պայքարելու ենք։ Նամակի երկրորդ մասում արդեն բարերարը գրում է մեջբերում. ենթադրաբար հարևան երկրի նախագահային պահանջով դեռևս 2021-ի հունիսի 18-ից իմ նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։ 4 տարի անց 25 թվականի նույն օրը հունիսի 18-ին Հայաստանում հայ դատավորի կողմից կալանավորվեցի եւ արդեն երրորդ օրն է անցկացնում եմ բանտի խցում։ Կարապետյանը նամակում գրում է, որ ինքն ու իր ընտանիքը ամբողջ կյանքի ընթացքում հնարավորությունների սահմանում ամեն ինչ արել են օգնելու Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին։ Վերջին 17 տարիների ընթացքում կրկնապատկելով աշխարհասփյուռ հայության ներդրումները հայրենիքում եւ ստեղծելով աշխատատեղեր, որպեսզի մեր ժողովուրդը ապրի իր հայրենիքում եւ վաստակի իր հանապազօրյա հացը։ Գործարարը շեշտում է միայն այստեղ է հասկացել, որ հայրենիքին այսօր ավելի է անհրաժեշտ պայքարելու եւ չհանձնվելու կամքը։ Ամեն օր միջանցքներում եւ տեսակցության վայրերում հանդիպելով կալանավորներին զարմանում եմ, թե ինչքան ծաղկուն տարիքի տղաներ են այստեղ գտնվում եւ վստահ եմ, որ նրանցից շատերը ինձ նման անօրինական որոշումների հիման վրա, իսկ ոմանք ոչ մեծ հանցագործությունների արդյունքում են հայտնվել այստեղ եւ չվախենալով հսկիչների ներկայությունից բղավում են, որ իրենց վերջին հույսը ես եմ։ Ու այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել եւ փորձել վերանայել վերջին 7 տարիների այդպիսի գործերը եւ պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել։ Շուտով արդարությունը եւ արդարադատությունը վերականգնվելու է։ Պայքարելու ենք։ Շարունակելի։ Նամակի երրորդ մասն արդեն վերաբերում է Հայաստանի անվտանգային խնդիրներին, ինչ հաջողվեց իշխանություններին, հարցնում է Կարապետյանը ու ձևակերպում պատասխանը ամբողջովին քանդել երկրի արտաքին անվտանգությունը, ամբողջովին փչացնել հարաբերությունները գլխավոր դաշնակցի հետ, ռազմական բոլոր դաշնակիցների հետ, ժողովրդին հրամցնելով թվացյալ խաչմերուկների ու խաղաղության մասին երազանքները։ Արդյունքում մի քանի կացին կախվեց մեր երկրի գլխին։ Եվ Կարապետյանը ամփոփում է, շուտով մեր արտաքին անվտանգությունը վերակառուցվելու է, իսկ արժանապատվությունը շատ արագ վերականգնվելու է, պայքարելու ենք։ Այսպես է ավարտում բարերարը նամակի երրորդ մասը եզրափակելով. Շարունակելի։ Հայկական արծվագորգերը, վիշապագորգերը Նիդերլանդներ են հասել, միայն թե ադրբեջանականացված։ Նիդերլանդներում Ադրբեջանի կազմակերպած ադրբեջանական գորգերի շքեղությունը ուսուցում արվեստի միջոցով խորագրով ցուցահանդեսում ներկայացված գորգերից մի քանիսը, մասնավորապես Ղարաբաղի գորգերը, ըստ պաշտոնական հայտարարության ադրբեջանական գորգագործական դպրոցի ժառանգության մաս են, մինչդեռ պատմական եւ էթնոգրաֆիկ վկայությունները ուղիղ հակառակն են փաստում։ Այն նկարներում ցուցահանդեսի, որ մենք տեսնում ենք, բավական հայտնի արցախյան տոհմագորգեր են, որոնք իբաբանությամբ յուրահատուկ են եւ իրենք ունեն իրենց սիմվոլիկան, որը չէր կարող իսլամադավաններին պատկանել։ Զուտ նրանում, որ հիմնական կենտրոնադաշտում, օրինակ արծվագորգ ջրաբերդ գորգը այս դեպքում կիրառության մեջ հիմնականում կենտրոնական վահանում դրված է խաչի նշանը եւ հետեւաբար որպես այդպեսին չէր կարող ինք իսլամական աշխարհում կիրառվել։ Արցախ աշխարհի բնիկները հայերն են եղել, որոնք ստեղծել են բարձրորակ գունային կոմպոզիցիայով, բարդ նմուշային համակարգով եւ սիմվոլիկ պատմափիլիսոփայական պատկերներով գորգարվեստ, միաժամանակ հիմնելով տարբեր գեղագիտական դպրոցներ, ինչպիսիք են Շուշիի, Վարանդայի, Ջրաբերդի եւ Քաշաթաղի գորգագործական ավանդույթները։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ Բաքուն իր զավթողական քաղաքականությամբ յուրացնում է հարևանների մշակութային ժառանգությունը։ Նմանատիպ ցուցադրություններ արդեն իսկ եղել են եւ սա ունի միջազգային ուղղվածություն։ Նախկինում մենք ակալատես ենք եղել նման ցուցահանդեսների կայացումը Լատվիայում, Լեհաստանում եւ փաստորեն հերթական թիրախը այս անգամ արդեն Նիդերլանդներում է։ Ադրբեջանը փորձում է պատմական ավանդույթներ ստեղծել մի պետության համար, որը չունի այդ ավանդույթները։ Ինչու՞, որովհետեւ գորգագործական մշակույթը նստակյաց եւ բնիկ հանրույթին բնորոշ մշակույթ է եւ փաստորեն Ադրբեջանը այս քայլով փորձում է
ստեղծել պատմական երկրի կերպար։ Վերարտադրվում են հայկական գորգերը ու ցուցադրվում կրկնօրինակներով։ Երբեմն նաև խորամանկության են դիմում ու ժամանակակից իմիտացիոն լուծումներ տալիս Արցախի տիպական գորգերին։ Նույնիսկ տարածաշրջանին բնորոշ մրգերի տեսակներով են փորձում համոզել, թե այդ գորգերն իրենցն են։ Վերցվել է կենտրոնական վահան, որևիցե դետալային հատված, նույն ձևով գործվել է, դրան ավելացվել է տարածաշրջանին բնորոշ որոշակի մրգեր։ Այնտեղ տեսնում ենք մենք նուռ, սերկևիլ, խաղող, իրենք վերցնելով արցախյան գորգը իրենցով են անում քիչ է, մի հատ էլ տարածաշրջանում փորձում են մրգերի տեսակները, որոնք որ հայերի մոտ է հանդիպում, իրենք եւս դրանք ներմուծել են գորգի արվեստում եւ ժամանակակից գորգի տարբերակով ներկայացնում են որպես ադրբեջանական գորգեր։ Բնականաբար մասնակիցների համար պարզ են եւ ակնհայտ են գորգերի տարբերությունները, բայց այս դեպքում Ադրբեջանը մեծ ռեսուրսներ է ներդնում միջազգային հարթակներում ապա տեղեկատվության քարոզը շարունակելու եւ միջազգային հանրությանը մոլորեցնելու շուրջ եւ հստակորեն իրականացնում է այդ քաղաքականությունը։ Ցուցահանդեսում ըստ մասնագետի տեղ են գտել նաև բնօրինակ գորգեր, որոնք պատերազմից հետո մնացել են Արցախում ու հափշտակվել թշնամու կողմից։ Հենց դրանցով են նաև կեղծիքն առաջ տանում։ Բացի այդ, ցուցադրությունում ներկայացված որոշ գորգեր էլ, օրինակ Թավրիզի եւ Արդաբիլի, որոնք պատմականորեն պատկանում են Իրանի մշակութային ժառանգությանը, նույնպես ներկայացվել են որպես ադրբեջանական։ Սա նաև իրանական մեդիադաշտում է արձագանք գտել։ Այստեղ մատնացույց են անում ընդգծում պատմամշակութային յուրացման վտանգավոր փորձը եւ ի վերջո ինչպես կարող է ադրբեջանական գորգարվեստն ունենալ հազարամյակների պատմություն այն դեպքում երբ ինքնակոչ այս երկիրը ձևավորվել է ընդամենը 1918 թվականին։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսենը ԵԽԽՎ նիստում հայտնել է, որ լիովին աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն ուղղված բոլոր ջանքերին։ Նա նշել է, որ տարածաշրջանի վիճակը մտահոգիչ է եւ անհրաժեշտ են իրական առաջընթացի քայլեր։ Բերսենը ընդգծել է, որ իր այցերը Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան նպատակ ունեին նպաստել երկխոսությանը եւ խաղաղության հաստատմանը։ Իրանի խորհրդարանը հաստատել է Թեհրանի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծը։ Այժմ գործակալության աշխատակիցները չեն կարողանա պարբերաբար այցելել երկրի միջուկային օբյեկտները ստուգելու համար, այլ միայն այն դեպքերում, երբ խոսքը դրանց անվտանգության ապահովման մասին է եւ միայն Իրանի անվտանգության խորհրդի համաձայնությամբ։ Դիվանագետները եւ հոգեվորականները քննարկում են իշխանություն եկեղեցի հակամարտությունը։ Քննարկումից առաջ արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ գործող իշխանությունները ըստ իր գնահատման իրենց վարքագծով նպաստում են ներքին պառակտման խորացմանը։ Նրա խոսքով չնայած փորձ է արվում ներկայացնել, թե քննադատությունը ուղղված է ոչ թե եկեղեցուն, այլ որոշ հոգեվոր առաջնորդների, իրականում իրականացվում է նպատակաուղղված հարված եկեղեցու ինստիտուցիոնալ հիմքերին, ինչը ըստ դիվանագետի վտանգում է ժողովրդի դիմադրողականությունը։ Հագայում հանդիպում է կայացել ԱՄՆ նախագահ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունների գործընթացը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ բնույթի մի շարք հարցեր։ Ըստ հաղորդագրության Էրդողանը դրական է գնահատել Իսրայելի եւ Իրանի միջև հաստատված հրադադարը, որը ինչպես նշվել է կայացել է Ամերիկայի նախագահի նախաձեռնությամբ։ Նա նաեւ հույս է հայտնել, որ հրադադարը կայուն կլինի։ Էրդողանը նշել է, որ Գազայի գոտում հումանիտար ճգնաժամի շուտապույտ հաղթահարման եւ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է պահպանել սերտ երկխոսություն։ Հայաստանից Վրաստան մեկնել ցանկացողների համար նոր խստացումներ կլինեն։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է հաղորդագրություն տարածել, որ հուլիսի 1-ից Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրով Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի, այն է ուղևորների ցուցակի առկայությամբ։ Այն պետք է լրացնել էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված թղթային օրինակը պարտադիր պետք է լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։ Այն վերաբերում է կոմերցիոն փոխադրմանը, ոչ թե օրինակ ընտանիքի անդամներով Վրաստան մեկնողներին։ Նմանատիպ փոխադրումները որևէ խնդիր չունեն, դրանց նկատմամբ որևէ վերահսկողություն չի իրականացվի։ Այնուամենայնիվ նախարարությունը հորդորում է ընտանիքի անդամներով, ընկերներով Վրաստան մեկնողներին իրենց հետ ունենալ ուղևորների ցանկի հսկիչ փաստաթուղթ։ Վրաստանում տեսչական մարմինները ստուգումներ են իրականացնելու նաև ճանապարհների վրա։ Եթե կա օրենքի պահանջ, պետք է բոլորը ենթարկվեն, առավել ևս, որ դա իրենից որևէ բարդություն չի ներկայացնում։
Ըստ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության թեթև մարդատար մեքենաներին այդ կարգավորումը չի վերաբերում։ Ընդհանրապես Հայաստանից Վրաստան մեկնող մեր քաղաքացիները առանց այդ էլ խոչընդոտներ են ունենում Վրաստանի սահմանը հատելիս։ Փաստաթղթերի առկայությունը ստուգելու գործընթացը շատ ավելի երկար է տևում։ Վրաստանի քաղաքացիների դեպքում այդ երկրի բնակիչների համար խնդիրներ գրեթե չեն ստեղծվում հայկական կողմում։ Մեզ մոտ մտնելուց ոչ մի խնդիր չունեն, հանգիստ գալիս են, եթե իրանք վարձություններ են անում ու դրանով խոչընդոտեն դեպի Վրաստան մեր туриզմը, իսկ դա իրանց համար փոքր նշանակություն չունի, բավականին մեծ նշանակություն ունի, մի քիչ իրանց մտածելու բանն է։ Նախարարությունը հայտնում է, թե այդ կարգավորումը միշտ է գործել։ Համավարակի շրջանում ուղևորափոխադրումները դադարեցվեցին, դրանց վերականգնվելուց հետո վերահսկողությունը չէր խստացվել։ Այդ հարցը կոմիտեում քննարկվելու է, մենք մեր գործընկեր տրանսպորտային ծառայություններ մատուցողների ասոցիացիան, туриզմի հայկական ֆեդերացիան կոմիտեում նստելու ենք եւ նաեւ տարածքային կառավարման նախարարության մոտ լինելու այդ հարցերը մի հատ քննարկելու ենք։ Մեզ մոտ էլ ասենք ունենք օրենսդրություն, որը ժամանակի ընթացքում փոփոխության կարիք ազգում կամ նոր ինչ որ ընդունված բան լինում, որը էլի նորից տեսնում են խնդրահարույցա, քննարկում են, լուծում են առաջարկում, խնդիրը լուծվում է։ Առաջիկա օրերին Փաշինյանը Վրաստան է գործուղելու էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին եւ պետնախագահ Էդուարդ Հակոբյանին։ Պաշտոնյաները Թբիլիսի կմեկնեն երկու երկրների առևտրատնտեսական գործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով։ Տևական ժամանակ է Վրաստանի սահմանին հայկական կոնյակի տարանցման խնդիրներ են առաջանում։ Բեռնատարները երբեմն շաբաթներով են սպասում, որ վրացական կողմը թույլ տա հատել սահմանը։ Մշակույթի միջոցով նպաստել տեղական տնտեսության բարելավմանը, ավանդական երկու ուտեստներով ու խաղերով Վայոց ձորի Արենի Ռինդ բնակավայրը կհյուրընկալի զբոսաշրջիկներին ու բոլոր այցելուներին Տադի Շորվա փառատոնի ընթացքում։ Արենի համայնքում իրականացված շուրջ 9 ամսյա բանահավաքչության արդյունքում ստեղծվեց փառատոնը, որն արդեն հասցրել է դառնալ ամենամյա։ Այս տարի բուն փառատոնն անցկացվելու է հունիսի 28-ին, բայց մինչ այդ նախատեսված են նաև այլ միջոցառումներ։ Մենք հունիսի 27-ին ունենալու ենք դեպի Ռինդի Բիմափոր եկեղեցի արշավ ուխտագնացություն, ժամը 10-ին է սկսվելու ուխտագնացությունը եւ կարող են ցանկացողները, ովքեր որ արշավների սիրահար են, մասնակցել։ Կարծում եմ սա նույնպես туриզմի մի ոլորտի արշավների զարգացման միտված, այսպես ասած, քայլ է եւ հետաքրքրվողները կարող են գալ եւ նաեւ գիշերել ու արդեն հաջորդ օրը հունիսի 28-ին մասնակցել փառատոնին։ Նախորդ տարի ավելի քան 3000 այցելու է ունեցել փառատոնը։ Փորձը ցույց է տվել, որ մասնակիցները բավականին լուրջ են մոտենում Տադի Շորվային ու նրա խորհրդին։ Այս տարի ակնկալիքներն ավելացել են, աշխատանքին մոտեցումը փոխվել։ Նմանատիպ միջոցառումների անցկացումը անմիջական ազդեցություն ունի համայնքային կյանքի զարգացման վրա։ Բնակարանաշինության ծրագիր է իրականացվում, փողոցներն են վերանորոգվել անցած տարի։ Ես նշեցի, որ ունենք մի ամբողջ թաղամաս, պատմական թաղամաս, որը վերականգնվել է Արենի բնակավայրում ու նաև գինու փառատոնն էլ, արդեն ոնց որ տարեց տարի, քանի որ ընդլայնվում է գինու փառատոնը, այս տարի այդ փողոցները նաև օգտագործվել են գինու փառատոնի համար, այսինքն եւ ճանապարհներն են վերանորոգվում եւ ճանապարհներ են կառուցվում։ Փառատոնի գլխավոր ճաշատեսակը Տադի Շորվան կամ Տատիկի ճաշն է։ Սա Արենի համայնքին բնորոշ ուտեստ է, պատրաստվում է մասուրով եւ սպիտակաբանջարով։ Փառատոնի ընթացքում լինելու է ճաշատեսակի հյուրասիրություն։ Նախատեսված է նաեւ խոհարարական մրցույթ տաղավարների մասնակիցների համար հատուկ անակնկալով։ Պրոֆեսիոնալ ժյուրին գլխավորելու է խոհարար Սեդրակ Մամուլյանը։ Հունիսի 28-ին ժամը 16-ից Ռինդում մեկնարկող Տադի Շորվայի ընթացքում սպասվում է համերգային ծրագիր, կավագործության ու խոհարարության մաստեր-կլասեր։ Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ կավարտի ֆուտբոլային կարիերան Ինտերի հետ պայմանագրի ավարտից հետո։ Լա Ռեպաբլիկային տված հարցազրույցում նա նշել է, որ թիմը դեռ ցավ է ապրում Չեմպիոնների լիգայում եզրափակում կրած պարտությունից։ Մխիթարյանը խոսել է իր անկեղծության մասին, ընդգծելով, որ միշտ արտահայտվում է թիմի շահերից, ելնելով եւ չի վախենում քննադատությունից։ Լոռու մարզում Դարպաս գյուղում վիճաբանություն է եղել հունիսի 24-ին, այն ավարտվել է դանակահարությամբ։ Նույն գյուղի 54-ամյա բնակիչը Աշոտը սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներով մահացած տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն գյուղ են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները Լոռու մարզի
վարչության պետ Խորեն Բարխյանի գլխավորությամբ ժամանել են նաև ներքին գործերի նախարարության, ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության գուգարքի բաժնի հերթապահ խումբ։ Քրեական ոստիկանները տաք հետքերով բացահայտել են հանցագործությունը ու պարզել, որ կասկածյալը 19-ամյա տղա է։ Քրեական ոստիկանները Լոռու մարզի տաք հետքերով ենթադրյալ կասկածյալին հայտնաբերում են դեպքի վայրից բավականին հեռավորության վրա։ Այդպես էին նշում դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։ Հունիսի 24-ին Կիան Արցախի պողոտայում վրաերթի ենթարկել կնոջ վարորդը փախուստի չի դիմել հազանգել է շտապօգնություն, մինչև շտապօգնության ժամանումը հարևանությամբ գործող հյուղման կետի եւ հանրախանութի աշխատակիցների հետ օգնել է նրան, որից հետո շտապօգնությունը կնոջը տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին հետիոտ տնկիտակցության չգալով մահացել է։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ուրիշ ոչ դաստեի բնակիչում անցումի համար դրեք։ Վերգետնա անցում լինի, չէ, վերգետնա գոնե։ Ոչ կուզե, չի կարելի։ Ստե միշտ տննում է։ Ստե միշտ տննում է։ Ես լավ գիտեմ։ Կամ այս բանը դրել են աստեղեցի ճիշտա, ախր չի կարելի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հունիսի 24-ին 20-ամյա Վլադիմիր Կիայով Ֆուչիկի փողոցում վրաերթի ենթարկել հետիոտնային անցումով անցնող երկու հետիոտնի, ապա առաջ ընթացել ու բախվել կայանված օփելին։ Նրանց առաջին օգնության են հասել քաղաքացիները, Կիայի վարորդը, դեպքի վայրի հարևանությամբ գործող դեղատան աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Շամշանքոմը ներկայացրել է վրաերթի բացառիկ կադրերը։ Մայրը իր երեխայի հետ է եղել, այնուհետև օպելն էլ բախվել է Երկաթե Էլեկտրասյանը։ Հունիսի 19-ի լույս 20-ի գիշերը Գյումրիի Հաղթանակի պողոտայում վիճաբանություն է տեղի ունեցել։ Մասնակիցներից մեկը իր մոտ եղած հրազենով մի քանի կրակոց է արձակել։ Մեկ հոգի վիրավորվել է կրակոցից, երկուսն էլ ծեծկրտուկի հետևանքով։ Ժամանել էին Շիրակի մարզային քրեական վարչության պետը, վարչության պետի տեղակալը։ Նախնական տեղեկություններով կասկածյալը քրեական պատմություններով հայտնի գյումրեցի է։ Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց չի տեղափոխվել, բուժումը կատարվել է տնային պայմաններում ու այս պահին էլ վիրավորը գտնվում է տանը, իսկ վիրավորը Գյումրիում հայտնի հեղինակություններից մեկի տղայի ընկերն է եղել, ով ի դեպ եղել է կրակոցների ժամանակ ըստ օպերատիվ տեղեկությունների վիրավորի հետ, սակայն այդ հեղինակության որդին չի դժվել։ Հունիսի 23-ին մայրաքաղաքում Անտարային փողոցում բախվել են 25-ամյա Դավիթի Ինֆինիտին եւ 46-ամյա Հովանեսի BMW-ն։ Հետո Ինֆինիտին բախվել է բազալտե եզրաքարին կողաշրջված մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։ Օպերատիվորեն ժամանել են փրկարարության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են օգնությունից։ Դժվար չկա, չէ՞։ Հունիսի 23-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին 37-ամյա Արթուրը ՎԱԶ 2107-ով բախվել է 57-ամյա Գագիկի ճանապարհի աջ մասում կայանված տրակտորին։ Վերջինի վարորդը, ով այդ պահին աշխատանքներ կատարելիս է եղել եւ ՎԱԶ-ի վարորդը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Ժամանել են փրկարարության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները, ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Եվ հունիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում ուժեղ քամու հետևանքով Հրազդանի կիրճում հսկայական բարդին պոկվել ու տապալվել է ամբողջությամբ փակելով ճանապարհը։ Օպերատիվորեն ժամանած Երևանի առաջին հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները երթևեկելի մասից հեռացրել են ծառից պոկված ճյուղերը, ապա ծառը։